դիպումը։ Սա 2026 թվականին Նոայի առաջին հանդիպումն է Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, որտեղ գործող չեմպիոնը իր 55 պաշտպանության կենտրոնում 3 ֆուտբոլիստ Ալեքսա Վիդիչ համար 26, Տիգրան Սումբուլյան համար 5 և Համլետ Մնացականյան համար 4։ Ձախ եզրում Սուրեն Ծառուկյանը կխաղա 23 համարի մարզաշապիկով, աչից Մհեր Թարլոյանը համար 22 կիսապաշտպանությունում, Ռուդիկ Մկրտչյան համար 20, Նարեկ Ջանոյան 15, թիմի ավագ Ռաֆիկ Միսակյան համար 6, Սերգեյ Մանուկոսյանը և Արմեն Խաչատրյանը 4-րդ պաշտոնյան Քաջիկ Արզումանյանն է, վառի սենյակում Աշոտ Ղալթախչյանը և Հրանտ Համբարյանը Կուտո Օշիմային և հարձակման գծում Մարին Յակուլիշի փոխարեն այսօր խաղում է Նարդին Մուլաուսեյնովիչը, ով Գյումրիում կայացած հանդիպման հայտարարությունում չկար, հիմա Նարդինն է հարվածում, Ցելդերը հարված է կատարում, վտանգավոր էր բարձր Դավիթ Սուալեհեն տարբերակներ է փնտրում, Էլդեր գեղեցիկ էր գոր Մանվելյան, հարվածում է Մանվելյանը և ընդունեց գնդաշտպաններն են մրցակցի Տուգանայինի մատույցներում, Նոան ամբողջ կազմով ամրացել է այստեղ, բայց ճեղքեր չի գտնում դեռևս, փոխանցում կենտրոնը հարված ու փրկվում է Շիրակը, շարունակություն գտավ, կրկին թիմի ավակն է պայքարի մեջ, այստեղ արդեն Նոան վերադարձնում է, լավ է խաղում Գուստավո Սանգարեն, Էլդերը բացվում է աջ եզրով, Սանգարեն հակադարձ ուղղությամբ շարունակեց գրոհը, Սուալեհե, կենտրոն, Էլդեր, հետ է ուղարկում Գուստավո Սանգարեն, 1-0, ինչպիսի հրաշալի խաղարկում Նոայի ֆուտբոլիստների կողմից հերթական անգամ, գարնանային հատվածում Նոան սիրում է գեղեցիկ խաղարկումներով, ստացավ Էլդերը, թողեց կրկին, Գուստավո Սանգարենը է խփել, մի անգամից Շիրակը նետվում է գրոհի Ռաֆիկ Միսակյան, հարվածում է Միսակյանը, մոտ էր հաջողությանը և անկյունային։ Գրավել Շիրակի ավակը, Նաթանիել Սայնտինին է առաջ շարժվում, փոխանցում Նարդինի ուղղությամբ Մուլաուսեյնովիչ, խաղից դուրս վիճակ։ Որքան լավն էր Սայնտինի փոխանցումը Նարդերին։ Ստանալ և հարվածել կրկին Վալենտին Կոստակը, ինչ տեմպ են հաղորդել թիմերը 2-0, Նարդին Մուլաուսեյնովիչը խփում է իր գոլը ամեն դեպքում։ Տամենը վարկյաններ առաջ նա ավելի փոխանցումը Վալենտին Կոստակեի կողմից, Իչ արդյունավետ ֆուտբոլ է խաղում։ Իսկ Նարդին Մուլաուսեյնովիչը երկար ամիսների դադարից հետո Վալենտին Կոստակե, Էլդեր կրկին Սուալեհե, լավն էր խաղարկումը, Կոստակե, փոխանցում Էլդեր և այստեղ էլ բախտը չժպտաց Էլդեր և շարունակում է փորձեր ձեռնարկել առավելությունն ավելի մեծացնելու համար։ Շիրակը մեկ վտանգավոր պահ է ունեցել Ռաֆիկ Միսակյանի հարվածը, բաց թողած առաջին գոլից անմիջապես հետո Սանգարեն լավ է խաղում, հարվածում է Գուստավո, կարող է հավասարվել Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը։ Խլում է գնդակը Դոնալդ Կոդյան և հակագրոհի է նետվում, միայնակ է Շիրակի արձակվողը, հարվածում է Կոդյան և Արթուր Կոնեգլյան։ Փոխանցում կենտրոն, Մկրտչյան, փոխանցում ևս մեկը Մանուկյան և Դավիթ Մանվելյան, փրկում է Լյովա Կարապետ, Արթուր Կոնեգլյանինն է և սուլում է Հովհաննես Քալանթարյանը, Նոա Շիրակ ավարտվում է առաջին կեսը 2-0 հաշվով, նոկուտ Նոայի, իսկ մենք կվերադառնանք 15 րոպեից ու կհետևենք երկրորդ խաղակեսի ընթացքում, փոփոխություններ չկան թիմերի կազմերում, կարող ենք վերհիշել այն ֆուտբոլիստների անունները, որոնք խաղադաշտում են Նոայի դարպասում, Արթուր Կոնեգլյանն է համար 29, կորցնում է գնդակը փոխարինման դուրս եկած Դարփինյանը, գոր Մանվելյան, գեղեցիկ խաղաց Մանվելյան, հարվածում է Մանվելյանը, շեղ է ստացվում, Յակոլիշ, Հովհաննես Արությունյան, փոխանցում ցածրից Իմրան և նշանակում է 11 մետրանոց հարված Հովհաննես Քալանթարյանը։ Այև գոլ խփելու աչքի ընկնել գոլով։ Գարնանային հատվածի երրորդ գոլը կարող է խփել Էլդեր Ֆերեյրա, կենտրոնով է հարվածում, հաշիվը դառնում է 3-0։
7-րդ գոլը Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանում Էլդերը 9 գոլ է խփել Fastex Premier Բոակե Նաթանիել Սայնտինին է Աչվինգերի դիրքում հայտնվել Սայնտինի փոխանցում կենտրոն Կարապետյան բրավո Նոան Շիրակի դեմ եւ այս մրցաշրջանում 3-րդ հաղթանակը տանում 3-0 ավարտվում է հանդիպումը Շնորհավորում եմ Նոայ երկրպագուներին այս հաղթանակի կապակցությամբ